Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մի շատ հետաքրքիր համերգի մասին ենք հիմա զրուցելու մեր հյուրերի հետ։ Եվ այսպես, Եվա Սուջյանը ձայն է, որը ծնում է սեր եւ արվեստ։ Նա մեկն է, որը բացահայտում է նոր գույներ։ Լինելով տաղանդավոր երգչուհի, նա նաեւ ճանապարհ է հարթում իր աշակերտների համար։ Հուլիսի 3-ին կայանալու է Եվա Սուջյանի համերգը եւ այդ առիթով այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Եվա Սուջյանին, նրա աշակերտներից Աստղիկ Ավետիսյանին եւ Մարիա Բաբայանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ սիրելի Սոնա։ Շատ սիրելի հյուրեր, ես ձեզ շատ սիրում եմ եւ շատ ուրախ եմ, որ առավոտը սկսում եք ինձ հետ միասին եւ կրկնակի ուրախ եմ, քանի որ այսպես լավ առիթով եք եկել մեր տաղավար։ Եվ դե պատմիր, համերգը ինչպիսին է լինելու, ինչ է սպասվում հուլիսի 3-ին, ես իհարկե քեզ ճանաչելով պատկերացնում եմ, որ բեմում սենց հրավառություն է լինելու տաղանդի, չգիտեմ, գույների եւ մաքուր երաժշտության, որը կարծում եմ շատ կարեւոր է։ Վստահում եմ քո կարծիքին, քանի տպավորություններին, որովհետև դու ներկա ես եղել իմ համերգին, ինչի համար ես շատ ուրախ եմ եղել, եւ քանի որ շատ լավ անցավ համերգը, որոշեցինք կրկնել։ Այսպիսով հուլիսի 3-ին տեղի կունենա ժամը 8-ին երեկոյան Հին Անի մյուզիկ հոլում կսպասեմ շատ սիրելի իմ հանդիսատեսին կրկին եւ այդ օրը կլինի նոր ծրագիր, ելույթ կունենան կրկին իմ սաները եւ մենք կունենանք հյուր իմ շատ սիրելի երգիչներից մեկը Սարգիս Մանուկյանը, որ այդ օրը, այո, կերգի եւ մենք միասին դուետ ունենք, այդ դուետով հանդես կգանք ամսի 3-ին։ Նո, ես իմ պատկերացածից ավելի մեծ հրավառություն է այդ օրը բեմում լինելու։ Աստղիկ, դու արդեն վաղուց Եվայի հետ այսպես համահունչ քայլում ես եւ հետաքրքիր է այդ համերգին ինչ երգեր եք ընտրել, ինչ կատարումով ես հանդես գալու։ Այս համերգին ոնց որ ես իմ ոճը չեմ դավաճանում, կրկին անգամ գոսփել արտիստներից մեկի երգացանկից է, կատարել եմ գոսփել, որտեվ ես այդ ժանր շատ եմ սիրում ու իրականում շատ ոգեշնչող ու հոգեարազատ ժանր է ինձ համար։ Մարիա ջան, դուք դեռևս որոշում չենք կայացրել, պետք է դեռ աշխատենք այդ ուղղությամբ։ Իսկապես։ Դե մենք ունենք որոշակի երգացանք, այդտեղից արդեն կընտրվի երգը։ Եվ Մարիային ինչ երգեր են սազում, դու ոնց ես գնահատում իր ձայնը։ Մարիան երգում է շատ լավ փոփ ժանրում, քանի որ այն ծրագիրը, որ ինքը ունի, շատ լավ է ստացվում բոլոր երգերը, այդ պատճառով մինչև վերջի պահը մենք դեռ ընտրում ենք, որ երգը կատարի Մարիան։ Այսպեսով դեռ վստահ չեմ, բայց որն էլ ընտրենք, կարծում եմ հրաշալի է ստացվելու։ Ես վստահ եմ։ Իսկ զուգերգերի առումով, բացի MP-րեի որպես հյուր ներկա գտնվելը Սարգիս Մանուկյանի, ինչ հետաքրքիր զուգերգեր կլինեն քեզ եւ աշակերտների հետ, աշակերտների միջև։ Այո, այս անգամ կրկին կլինի զուգերգեր աշակերտներիս հետ, 1-2-ի հետ, ինչպես անցած անգամ, որովհետև շատ լավ ընդունվեց դա, եւ իհարկե այս անգամ կունենամ դաշնամուրային նվագ ինձ հետ, համերգին շատ գեղեցիկ ակուստիկ կատարում էր, որ հանդիսատեսը կատարեց ինձ հետ, մեր սիրելի Կոմիտասի երգերից մեկը մենք միասին երգեցինք, այսպեսով հետաքրքիր է լինելու շատ կարծում եմ, կգա կտեսնեք։ Իսկապես գույների այնքան բազմազանություն կա քո համերգներին, ռոք, չգիտեմ, փոփ, էստրադա, կոմիտաս, ինչ որ էս ամեն ինչը ոչ մեկ չի պատկերացնել, կողքից ոնց կարելի է մի համերգի ժամանակ սենց համադրել, բայց դու այնքան համահունչ ես համադրում, որ այդ անցումները չի էլ նկատվում։ Եվ շատ կարևոր է հետադարձ կապը հանդիսատեսի, քանի որ մի համերգ արդեն եղել է եւ երկու համերգ նույնիսկ, չէ՞։ Մեկին ես եմ ներկա եղել, բայց միջայդ այո, արդեն։ Ինձ հետաքրքիր է վերջին համերգից հետո ինչ հետադարձ կապ է ստացել հանդիսատեսից։ Դե եթե ես հավատամ խոսքին, հուսամ անկեղծ է եղել, բայց այդ էներգիան անկեղծ էր ինձ հասել։ Մարդիկ շատ լիքը, շատ լավ տրամադրությամբ ներկա են եղել եւ գնացել էին իրանց ամեն մեկը տուն։ Լիքը ծաղիկներ նվեր ստացա այդ օրը, այնքան շատ էր, որ երևի մեկ շաբաթ ես այդ ծաղիկներին խնամում էի։ Եվ գիտեք, երբ որ բեմին եմ եւ հանդիսատեսի այդ էներգիան ես զգում եմ, դա անգնահատելի է իրականում։ Եթե հակես շատ հուզված էի համերգիս օրը, անց վերջին անգամ, ու այդպիսի համերգ դեռ չի եղել, որ ես հուզված չլինեմ, որքան էլ որ ես ունեցել եմ բազում համերգներ, համերգից 10 րոպե առաջ մինչև բեմ կբարձրանամ,
շատ հուզված եմ, իսկ երբ որ սաներից հետ եմ երգում, դա քառապատկվում է ու նրանք են ինձ ոնց որ թևեր տալիս, ոգևորում, որ ամեն ինչ լավ կլինի, թվում է թե ես այդ պահին չեմ կարող ելույթ ունենալ, որովհետև ինչքան հնարավոր է դժվարություն է գալիս։ Հիվանդանում ես միջև այդ, կոկորդդ է ցավում, հազում ես, ասես վայ հիվանդացա չեմ կարող եկել, մեկ էլ կանգնում ես բեմ ու ամեն ինչ անցավ։ Բայց նաև նշիր, որ քո անհանգստությունը մեզ համար է լինում շատ այդ օրը։ Իրականում այդպես է։ Եվ քանի որ դուք համերգին եւ որպես հանդիսատես եք եւ որպես կատարողներ, ձեր կարծիքն էլ որպես հանդիսատես լսենք, որովհետեւ ամենաանկեղծ կարծիքներից կլինի կողքից տեսնում եք համերգը։ Լավ բան եք ասում։ Հատկացեք Եվան այստեղ չի, ճիշտ ասեմ։ Տպավորությունները ֆանտաստիկ են, որովհետեւ Եվան իր ժանրի մեջ երևի թե միակն է Հայաստանում։ Այսպես կարող եմ վստահաբար ասել։ Ու ինքը հնչում է շատ ամերիկյան ձևով, շատ գոսպել ձևով է հնչում Եվան։ Ու երգում է ունիկալ ծրագիր, նորից նշեմ, որ այդ ծրագիրը չեն երգում։ Դուք կարող եք վայելել համերգը, թե անհանգստանում եք, մտածում եք, վայելում եք։ Անընդհատ ուզում ես ոտքի կանգնես, սենց մեջդ էներգիան եռում է, ուզում ես երգես, ուզում ես մասնակիցը լինես ու իրականում դա շատ հավես է, որ գիտենք Հայաստանում հանդիսատեսը մի քիչ ինքը ավելի ոնց ասեմ կոնսերվատիվ են, հա, զուսպ, բայց օրինակ ես միշտ սիրում եմ, կապ չունի ում համերգն այն, որտեվ դա իրականում երգչին արտիստին դա կլինի երգիչ, դերասան, ցանկացած անձնավորություն, երբ որ դու իրան տալիս ես այդ էներգիան նստած քո տեղից, ուրիշ լրիվ այլ կերպ է լինում ելույթը եւ այլն, որովհետեւ այդ մարդ իրականում սպասում է, չէ՞ որ մենք ասենք հաճ ես գցում էլի հանդիսատեսի վրա, ու մեկ-մեկ ասես որ սառած դեմքեր ես տեսնում, իհարկե չես վերագրում քեզ, բայց ես վերագրում եմ։ Բայց կարող է մարդը նոր այդ խոսքը միանգամից միտքը եկա, որ գուցե մարդը ինչ որ միտեղ կպել է իր հույզերից, որ ինքը ինչ որ բան է հիշել ու մտքով գնացել է իրարինի։ Շատ համերգներ եմ ունեցել, որ հանդիսատեսը այնպեսի դեմքով է նայել ինձ, որ ինձ թվացել է շատ վատ է ամենը։ Ոչ մի ժպիտ, ոչ մի գեղեցիկ հայացք, էմոցիա չեմ տեսել ու համերգից անմիջապես հետո այդ նույն մարդիկ մոտեցել են ինձ ու հիացած խոսել են, ուզել են նկարվել ինձ հետ, մենք հիացած ենք, ինչ լավ անցավ համերգը ու ես sense զարմացած։ Սխալ դեմքով ենք հիանում։ Ձեր էմոցիաները ուրիշ բաներ պատմում։ Իդեպ ասեմ, ես շատ ուրախանում եմ, որ աշակերտներս երգում են համերգից, բացի այնց որ երգում են, նաև որպես հանդիսատես, երբ որ ես հանդիսատեսին խնդրում եմ եւ առաջարկում եմ երգել ինձ հետ, ոնց որ անցած անգամ էր, ես որոշել եմ երկրորդ ձայն մտածել եւ կասկած ունեի, որ կարող է չկարողանան երգեն երկրորդ ձայնը նույն այդ երգի, բայց աշակերտներս հրաշալի, ես լսեցի ինչպես էս ձախ կողմը Այս ձախնա, չէ, աչնա։ Ձախ կողմը։ Աչ կողմը հրաշալի երկրորդ ձայներ երգում եւ իմ երեխեքն էին։ Եվ քանի որ ցավոք մեր ժամանակը սպառվում է, ես դեռ շատ հարցեր ձեզ կտամ, վերջում ինչ կարևոր բաներ կան, որ կուզեք հիմա ասել եւ եզրափակենք մեր զրույցը, իհարկե հուլիսի 3-ին արդեն համերգը վայելելու նպատակով։ Ես անհամբեր սպասում եմ մեր լսարանին, որ Անդավաճան լսարանին, որ սիրում է այն արվեստը, որ ես եմ ներկայացնում, այն հեղինական երգերը, որ ունեմ ես, եւ այն մոտիվացիան, որ իմ համերգներին ես փոխանցում եմ հանդիսատեսին աշակերտներիս հետ միասին։ Աստղիկ Ես ուզում եմ բոլորին, ովքեր իրոք սիրում են լավ երաժշտություն, գնահատում են լավ երաժշտություն, հրավիրում ենք մեծ սիրով, եկեք, տեսեք եւ հաղթեք, ինչպես ասում են, վստահ եմ, որ հաջորդ անգամ կրկին էլի ցանկություն կառաջանա գալու եւ լսելու Եվա Սուջյանին եւ աշակերտներին։ Եկեք էմոցիոնալ դեմքերով, ոչ այսպես հանգիստ էմոցիաները պահելով, չգիտեմ որտեղ սիրտիկս Մարիա Ես նույնպես բոլորին սրտանց հրավիրում եմ, որովհետև հնչելու է շատ գեղեցիկ ծրագիր։ Նաև ուզում եմ Եվային անչափ շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար, ինքը շատ լավ գիտի, ես հիմա կարող եմ հատ չասել։ Նշեմ, որ նաև իր օգնությամբ հասել եմ այն օրվան, որ ունեմ քույրիկիս հետ իմ սեփական խումբը երաժշտական, այսօր ժամը 8-ին կունենանք մեր համերգը,
High Time Project-ն է, կարող եք հետևել Edge-ին, արդեն կիմանաք համերգների մասին։ Եվ կրկին անգամ անչափ շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Եվ դու այսօր հանդիսատես ես լինելու։ Այո։ Իսկ դասախոսի աչքով ես նայելու, թե հանդիսատեսի Ես աչքով։ հանդիսատեսի աչքով սիրում եմ վայելել համերգը։ Մի բան էլ նշեմ, Իհարկե։ որ Եվան երբ գալիս է, մեկ-մեկ անակնկալ է անում ու երգում ենք համերգներին ու հայտնվում է Եվան, իմ հիացմունքը բեմի վրա, որ Եվան եկել է։ Հրաշալի է։ Կներեք ուղղակի հիշեցի, որ երբ որ ես եղբորս հետ իրականում վոկալի դասեր եմ ունեցել, ու այդ ընթացքում երբ որ ես իրա ուսուցիչն էի, բացի նրանից, որ ես իրա քույրն եմ, իր համերգներին ինքը միշտ ասում էր եւ իմ համերգին մի արի։ Ասում եք որ ինչի, ասում էր որովհետեւ դու նստում ես իմ դիմաց ու նայում ես իմ դեմքին ոչ թե որպես քույր, այլ ոնց որ իմ դասատուն ու ես մտածում եմ մի բան սխալ եմ արել։ Հիշեցի։ Բայց Մարիայի մոտ ուրիշ ասոցիացիա է ինքը շատ ողջավորվում է ավելի։ Շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Ես մաղթում եմ հրաշալի երեկո ձեզ եւ հուլիսի 3-ին իհարկե վստահ եմ, որ պայթացնելու ես ուղղակի։ Շնորհակալություն, Այո, շատ հաճելի է։ Եվս մեկ անգամ հիշեցեմ սիրելի հեռուստադիտողներ, հուլիսի 3-ին այս գունեղ տաղանդավոր մարդիկ կներկայանան երեկոյան ժամը 8-ին իրենց համերգով եւ Ասոջյանը եւ իր աշակերտները։ Բաց մի թողեք լավ երաժշտություն լսելու, վայելելու երեկոն։ Իսկ հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։